Նախ շնորհակալություն շատ, ես ուրեմն մինչև ուղղակիորեն թեմային անդրադառնալը ուզում եմ ձեր շնորհակալություն ասել այս առաքելության համար, որ հիմա ստանձնել եք անում եք, որովհետև լավ ուրիշ չի դա, շատ հստակ է, շատ հասկանալի է, շատ պարզ է եւ միաժամանակ օգտվելով առիթից առաջի հերթին զորակցությունը, լիակատար զորակցությունը ոչ միայն տղաներին, այլ այսօրվա դրությամբ մեր բոլոր քաղբանտարկյալներին, քաղհալածյալներին, տարաբնույթ բռնաճնշումների ենթարկվողներին, ենթարկվածներին, որովհետև դա արդեն իրականում բավականին լուրջ մեծ քանակ է, դրանից ներկայացնում, եւ իդեպ դրսևորումներն էլ գնալով ավելի ցինիկ անում են, որովհետև սրա մեջ արդեն կա նաեւ սեփական հանրության նկատմամբ հոգեբանական ահաբեկչության էլեմենտ իրականում, հա, նո ամենավառ դրա ապացույցներից վերջինը նույն Աշոտ Սրբազանի հետ կապված է, որ ուղղակի ոչ մի ձևով ոչ մի տրամաբանության մեջ չի մտնում, որևէ կերպ չի մտնում։ Իհարկե զորակցությունը Սրբազաններին, ուրեմն արդեն այսքան ընթացք տևող գործընթաց է նույն Բագրատ Սրբազանի եւ շրջապատի, ուրեմն բավականին քաղաքացիների Միքայել Աճապանյանին, Սրբազանին, Միքայել Սրբազանին, Աշակ Սրբազանին, արդեն 4-րդ փաստացի Սրբազանին, սա աննախադեպ երևույթ է, հա։ Եվ նաև ելի եմ ասում, բոլոր քաղբանտարկյալներին, բռնաճնշման ենթարկվողներին, քաղաքական հալածյալներին։ Ձեր շնորհակալություն այս առաքելության համար, որովհետև ես կարծում եմ, որ տղաների համար էլ է շատ կարևոր, որ այն գործը, որ իրանք անում են, շարունակվում է այս ձևով, եւ նաեւ ահա որ կարևոր է իմնեմի ողջ լսարանի համար, որովհետև սա առաջի ցուցիչներից մեկն է, որ այն ինչ որ անում են հաջողության չի հասնում։ Այսինքն հիմա դուք մեծ նպաստ եք բերում նրան, որ բոլորը հասկանան, բոլորը ֆիքսեն, որ այն ինչ անում են հաջողության չի հասնում։ Բնականաբար շնորհակալություն նաև հրավերի համար։